Ես ուզում եմ հստակ ասել, որ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին հայկական ամենամեծ լոբիստական մարմինն է ամբողջ աշխարհում եք սփռված։ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերից է բխում, որ այդ կառույցը, եթե չգոնե տարալուծվի, գոնե թուլացվի, վարկաբեկվի։ Հետեւաբար այս արշավը, որը մեկնարկված է Ալլաշուքյուր Փաշազադեի կողմից, որը հետո նաև Հայաստանում արդեն մեր վարչապետը նույնպես սկսեց ինչ-որ չուլանացման բաներ հարցեր բարձրացնել, սա միտված է ամենամեծ հայկական լոբիստական կառույցի ոչնչացմանը։ Ես գիտեմ, որ դա չի ստացվի, չեն կարող ոչնչացնել, բայց այն, որ կարող են վարկաբեկել, դա անում են եւ այդ process-ը ընթացքի մեջ է։ Չէ՞, մոմի ինչ-որ վաճառք, չգիտեմ, ինչ-որ ճղճին խոսակցություններ, հասկանում եք, վարչապետը չի կարող բարքերի ոստիկանության ղեկավար հանդիսանալ Հայաստանում։ Մենք չունենք մեր սահմանադրությունում նման լիազորություններ։ Ինքը բարքերի ոստիկանապետը չի, ինքը չի կարող զբաղվել այս եւ այլ քաղաքացիների անձնական կյանքով, կապ չունի ինքը ինչ հավատք է կրում։ Ինքը ասում է ես հավատացյալ եմ, ես ուզում եմ մեր եկեղեցու հարցերով զբաղվեմ։ Հիմա հարցը եմ, եթե ինքը լիներ Եհովայի վկա կամ վերջին օրերի սրբերի եկեղեցու Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու անդամ, օրինակ, մորմոնական եկեղեցու անդամ։ Կարող էր միջամտել այդ եկեղեցու երկրի ներքին գործերին, վստահ եմ բոլոր իրավապաշտպանները կդատապարտեին։ Բայց երբ որ հարցը հայ առաքելական եկեղեցու մասին է, ձայն չկա, ծպտուն չկա։ Այս իմաստով ես հարցը դիտարկում եմ ավելի գլոբալ, որտեղ նայում եմ, որ սա մի ինստիտուտի դեմ է արշավ, որը ասում է Արցախ, մի ինստիտուտի դեմ է արշավ, որը ասում է, որ Արցախի ժողովրդի իրավունք ունի վերադառնալու, որը ասում է, որ բռնազավթված են մեր եկեղեցիները, ոչնչացվում են, քրիստոնեական ժառանգությունը ոչնչացվում է։ Այսինքն այդ ինստիտուտի դեմ արշավը։ Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե ով է հայոց ամենայն հայոց կաթողիկոսը։ Որտեղ կաթողիկոսը այն անձը, ով որ եկեղեցու ընթացակարգերով ընտրվել է կաթողիկոս եւ օծվել է որպես կաթողիկոս։ Ինչ չի հետաքրքրում այդ անձը ով է։